Բարոյցես։ ՍԴ-ի հետ կապված ես կարծում եմ ՍԴ-ն ինչ որ տենց լուրջ սպասելիքներ ՍԴ-ից չեն կարող ունենալ, այնպեսի որոշում չի կայացնի, որը որ այսպես կտրուկ ինչ որ որոշում կլինի, որը որ հակառակ կլինի, ասենք, իշխող կուսակցության սպասելիքներից, այսինքն սպասենք, որ ՍԴ-ն կճանաչի, չգիտեմ, անվավեր, կչեղարկի կամ չգիտեմ ոնց են տերմինը ասում, ընտրությունները չեմ կարծում, որովհետև սա այս ընտրությունները իրանք աշխարհաքաղաքական բնույթ ունեն, չնայած որ Հայաստանում են տեղի ունեցել, այսինքն լոկալ բնույթի են, բայց ինքնք սերտ կապված են աշխարհաքաղաքական process-ների հետ, իսկ Սահմանադրական դատարանը իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի դուրս գալ այդ աշխարհաքաղաքական process-ների դեմ կամ ինչ որ ձևով խանգարել այլ հարց, ուզում են, չեն ուզում, այդ այլ հարց է, բայց նույնիսկ ուզենանել իրենք դա չեն անի, որտեղ Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի դեմ դուրս գալ այդ process-ներին, այնպես որ խոսեն, ինչ որ բաներ կասեն, ՍԴ-ն կարող է ինչ որ իր որոշման մեջ ինչ որ ձևով անդրադառնա տեղի ունեցող խախտումներին, բայց կասի, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել, մի խոսքով ընտրությունները ճանաչվելու են իմ կարծիքով։ Ինչ վերաբերվում է Փաշինյանի սպառնալիքներին, դե տեսնում ենք, որ ժողովրդավարության բաստիոն արևմուտքից տրվել է կանաչ լույս կիրառելու բոլոր ժողովրդավարական այսպես կոչված մեթոդները անդիմախոսների դեմ։ Դե սա ստանդարտ արևմտյան ժողովրդավարության մոդելի կիրառում է։ Այդ մենք առաջ ենք մտածում, որ ժողովրդավարությունը դա չգիտեմ, օրենքի գերակայություն, իրավահավասարություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն եւ այլ եւ այլ։ Պարզվեց, որ այդ ամեն ինչը արևմուտքի համար նույնիսկ չարժի այն թղթի գինը, որոնց վրա այդ տեքստերը տպած են։ Նույնիսկ սեփականության իրավունքի այդ իրավունքը չխախտելու այդ սկզբունքը իրենք բազմակի անգամ խախտել են։ Այսինքն իրենց համար ոչ մի խնդիր չկա որևէ մեկից պետությունից օրինակի համար
օրինակ իր միջազգային ռեզերվները խլելու, ինչ որ մեկից ունեցվածք խլելու, միակողմանի սանկցիաներ կիրառելու, այսինքն այսօր պարզ է դառնում, որ այդ արևմտյան դեմոկրատիայի այդ արժեքները այսպես կոչված փուչիկ են եղել միշտ եւ ուղղված են եղել միայն տարբեր պետություններին խաբելու, գայթակղելու, վերջում էլ, ինչպես ասում են, գցելու։ Հիմա դրա դրսևորումները մենք տեսնում ենք արդեն բացահայտ արևմուտքը որևէ ձևով չի թաքցնում իրենց կողմից ամենաթողության քաղաքականությունը եւ այդ ամենաթողությունը արտացոլվում է նաեւ իրենց կողմից հովանավորվող տարբեր ռեժիմների կողմից։ Դե Ռուսաստանի արձագանքը այն էր, որ իրենք սպասելու են վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը, այսինքն երբ որ օրենքով բոլոր ընթացակարգերը կանցնի, ասենք սահմանադրական դատարանն էլ եզրակացությունը կտա եւ այլ եւ այլն։ Պարզ է, որ Ռուսաստանը ինքը իր վրա չի վերցնելու ֆունկցիա գնահատելու սահմանադրական դատարանի անաչառությունը կամ օբյեկտիվությունը։ Նման ֆունկցիա բնականաբար ինքը չի վերցնի։ Եվ եթե ընդդիմությունը սահմանափակվի սահմանադրական դատարանով, այսինքն սահմանադրական դատարանը ճանաչի ընտրությունները, ասի որ էական խախտումներ չեն եղել կամ որոնք որ եղել են էական ազդեցություն չեն թողել, եւ դրանից հետո էլ ոչ մի ձևով չշարունակվի ընդդիմության կողմից գործընթացը, կարծում եմ ՌԴ-ն շնորհավորի ինչ տեսքով չգիտեմ, բայց ինչ որ ձևով կանդրադառնա դրան։ Հիմա կարող է, ասենք, անցած անգամների համեմատ մի քիչ ավելի զուսպ լինի այդ այսպես կոչված շնորհավորանքը, բայց ինչ որ ձևով անդրադառնալու է։ Ինքը որևէ ձևով ոչ Հայաստանի օրենքներն է մեկնաբանելու կամ ասելու է սխալ է կամ ճիշտ է, կամ ասենք սահմանադրական դատարանի որոշումն է մեկնաբանելու։ Նման ֆունկցիա ինքը իր վրա չի վերցնի, բայց եթե օրինակի համար Հայաստանում լիներ լուրջ քաղաքական, ինչպես ասում են, ճգնաժամ, որի հետևանքով ընտրությունների լեգիտիմությունը լրջորեն կասկածի տակ էր դրվելու, միգուցե այդ դեպքում ինքը մի քիչ երկարացներ Ռուսաստանը նկատի ունեմ։ Բայց եթե այդպես սահմանադրական դատարան ընդունեց ընդդիմությունն էլ այսպես իրավական process-ների մեջ փորձի մնալ, չգիտեմ, գնալ խորհրդարան կամ չգնալ խորհրդարան, կարծում եմ Ռուսաստանի կողմից կլինի արձագանք։ Չմոռանանք, որ Ռուսաստանի ղեկավարությունը ինքը չի առաջնորդվում ինչ որ էմոցիաներով, ձեռքխփի սեղանին, ասի վերջ, իրենք պրագմատիկ քաղաքականություն են վարելու եւ եթե իրենց շահերից բխում է, որ իրենք պետք է անդրադառնան ընտրություններին եւ ինչ որ ձևով թեկուզ եւ ավելի զուսպ շնորհավորեն, իրենք դա կանեն։ Այսինքն իրենք սպասարկել են իրենց ազգային պետական շահը եւ չեն նայելու Հայաստանում որևէ մեկի կարծիքի վրա։ Պետք է լինի շնորհավորեն, իրենց շահերից չբխի, չեն շնորհավորի։ Այս Ուկրաինա, այս էներգետիկ ենթակառուցվածք մեծ հաշվով դա չի լինելու էականը կճանաչի, չի ճանաչի, կշնորհավորի թե ոչ։ Նույնիսկ եթե շնորհավորեց ու Հայաստանն էլ շարունակեց այն կուրսը, որ միջև հիմա կար, դա չի նշանակում, որ շնորհավորելուց հետո Ռուսաստանը չի կարող լրացուցիչ սանկցիաներ կիրառել։ Այսինքն երկու դեպքում էլ շնորհավորի կամ չշնորհավորի ինքը ելնելու է Հայաստանի իշխանությունների քայլերից։ Եթե դրանք շարունակեն լինել այնպիսին, որոնք ոտնահարում են Ռուսաստանի շահերը, իսկ Ռուսաստանի շահը ժամանակին Օվերչուկը ասեց որն է, որ Հայաստանի միջոցով մենք ապահովում ենք ռազմավարական խորություն։
այսինքն իրենց շահերը նման ձևով են իրենք տեսնում եւ այդ ռազմավարական խորություն ստանալու դիմաց Հայաստանը ստանում էր արտոնություններ։ Հիմա եթե Հայաստանը չի ուզում էլ այդ ռազմավարական խորությունը ապահովի Ռուսաստանի համար, դե ուրեմն դրա դիմաց արտոնություններ էլ չի ստանա։ Այսինքն ուզում եմ ասեմ, շնորհավորի միևնույն է, դա իրեն ոչ մի ձևով չի կաշկանդելու հետագա իր քայլերում, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն նպատակաուղղված քայլեր իրականացնել Ռուսաստանի շահերին հարվածելու համար։ Այնպես որ ես այդքան չէի կախվի այդ շնորհավորի, չի շնորհավորի, ոչ մի էական ազդեցություն չի ունենա։ Կարող է շնորհավորել, բայց դրանից հետո շատ ավելի խիստ սանկցիաներ լինեն, քան ասենք չշնորհավորի, դրանից հետո կարող է ավելի մեղմ լինեն, չգիտեմ, կախված է նրանից, թե Հայաստանը ինչ քայլեր կձեռնարկի։ Ինչ որ դա շնորհավորել ինչ որ էական նշանակություն ես չեմ տալիս դրան, որովհետև միևնույնն է Ռուսաստանը այդ սանկցիաները կկիրառի, եթե գտնի ճիշտ է։ Հիմա այդ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածի մասին ուրեմն սա իմ կարծիքով միան Դե Մեդվեդևի գնահատականը, դե մենք այդ առանձնացրել ենք այդ Մեդվեդևի 44 րոպեանոց ելույթից այդ մի կտորը, որտեղ որ ինքը Հայաստանին է անդրադարձել, բայց իրականում ես խորհուրդ կտայի այդ 44 րոպեն էլ լսել, որտեղ այնտեղ ինքը ըստ էության ուրվագծում է այն միջազգային իրավունքը, որը լինելու է Ռուսաստանի հաղթանակից հետո, եւ դա իրոք շանս է տալիս շատ երկրներին, ու հիմնականում իրենք դա ուղղված էր այդ ասպես կոչված գլոբալ հարավի երկրներին, բայց Հայաստանին էլ է դա շանս տալիս, այ օրինակի համար Մեդվեդևի ելույթում ասաց, որ պետությունները պետք է հնարավորություն ունենան արևմուտքից պահանջել փոխհատուցում դարերի ընթացքում արևմուտքի կողմից իրականացված այդ գաղութատիրական քաղաքականության պատճառով կրած կորուստների համար։ Եվ նաև ասաց, որ միջազգային իրավունքում գաղութատիրությունը պետք է ամրագրվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։ Հիմա Հայաստանի մասով օրինակ Հայաստանը ունի 14 միլիարդ դոլար արտաքին պարտք։ Մենք պետք է հստակ հաշիվ տանք մեզ, որ այդ պարտքը երբեք հնարավոր չի փակել։ Դա անհնարին է։ Որովհետև միայն այդ պարտքը սպասարկելու համար մենք պետք է էլի նույն արևմուտքից պարտք վերցնենք, որ այդ պարտքը սպասարկենք։ Ես էլ չեմ ասում, այդ մարգումարը երբեք մենք չենք կարողանալու տալ։ Այսինքն արևմուտքը երբ որ պարտք է տալիս, ինքը պարտքը տալիս է, որպեսզի դու երբեք այդ պարտքի տակից դուրս չգաս։ Անհնարին է դա տալ։ Որպեսզի դու այդ պարտքը կարողանաս տալ, քո հետևում պետք է լուրջ ուժ կանգնած լինի։ Հիմա երբ որ Ռուսաստանը ասում է, որ գաղութատիրության համար պետությունները պետք է հետագայում հնարավորություն ունենան փոխհատուցում պահանջել եւ այդ գաղութատիրությունն էլ պետք է ճանաչվի հանցագործություն, այսինքն եթե Հայաստանը վաղը հայտնվի Ռուսաստանի հետ նույն ճամբարում, ապա օգտվելով Ռուսաստանի ուժից մենք կկարողանանք հաշիվ ներկայացնել արևմուտքին, ասել, որ այդ 14 միլիարդը դու ոչ թե տվել ես մեզ, որ մենք զարգանանք բարեփոխումներ իրականացնենք, այլ քո գաղութատիրական կախվածության մեջ ընկնելու համար ես մեզ տվել, որ մեզ թալանես, մեզ էլ պահես գաղութատիրական կախվածության մեջ, հետևաբար այդ 14 միլիարդը մենք, ինչպես ասում են ժողովրդական լեզվով, ջրում ենք, եւ որպեսզի արևմուտքն էլ դե պարզ է մենք ինքներուն չենք կարող դա անել, մեր հետևում պետք է ուժ լինի, որպեսզի չկարողանա դրա դեմ ասի, դե ուրեմն ես քեզ քո հանդեպ սանկցիաներ են կիրառում, այսինքն մենք պետք է այն ճանապարհում լինենք, որտեղ համարձակ կասենք, եթե կիրառում ես, կիրառի։ Նայ մեր հետևում ինչքան պետություն կա, քո սանկցիաները մեր համար ոչ մի բան։ Այսինքն ուզում եմ ասեմ, այն ուղին, որ բռնել է Ռուսաստանը, դա շանս է տալու ապագայում Հայաստանին, եթե իհարկե Հայաստանը դրանից օգտվի, որ մենք կարող ենք եւս օրինակ նույն արտաքին այդ 14 միլիարդից ազատվել,
ասել, որովհետև սա գաղութատիրական լծի հետևանք է այս 14 միլիարդը, սա մեր զարգացման հետ կապ չի ունեցել, հետևաբար Ռուսաստան օգնի մեզ, մենք էլ կարողանանք դա անել, բայց դա այն դեպքում, երբ որ Հայաստանը կուզենա դրա մեջ ներդրում անել, այսինքն Ռուսաստանի ճամբարին օգնել ամրապնդվելու եւ այլ նմանատիպ այլ հարցեր։ Եթե Հայաստանը դա չանի, հնարավոր է որ վաղը ասեն դե Հայաստանը մեր վաղեմի բարեկամն է, հայ ժողովուրդը իրեն օգնենք, բայց այդ դեպքում մեր լեզուն կաչ կլինի եւ մենք չենք կարողանա դրա դիմաց լուրջ արտոնություններ պահանջել, այսինքն ինչքան մենք լավ ներդրում ունենանք ընդհանուր այդ process-ում, այդ արևմուտքի գաղութատիրությունից ազատագրվելու process-ում, իսկ Մեդվեդևի ասածը դա էր նշանակում, ասում մենք ապստամբել ենք, արևմուտքը դա գաղութատիրական երկրներ են դրանք, մենք ապստամբել ենք իրենց դեմ եւ այլ պետություններ, ովքեր որ եւս ուզում են դուրս գալ լծից եւ հնարավորություն ունենալ զարգանալ, ել չեմ ասում դարերով իրենց պատճառով կրած կորուստների համար փոխհատուցում ստանալ, եկեք միացեք մեր ճամբարին եւ մենք դա կօգնենք, որ դա ապահովենք։ Պարզ է, որ այդտեղ Չինաստանն էլ է մտնում, որտեղ Չինաստանը ժամանակին բավականին կորուստներ է կրել այդ արևմուտքի պատճառով, Հնդկաստանն էլ է մտնում, աֆրիկյան երկրներն են մտնում, ասիական շատ պետություններ են մտնում, այսինքն այնքան պետություն կա, որ էլ չասած, հետեւաբար այդ պետությունները այդ գծի մեջ պոտենցիալ դաշնակից են Ռուսաստանին եւ ցանկացած պետության, ով կմտնի եւս այդ process-ի մեջ։ Այսինքն 44 րոպեն կարելի է լսել Մեդվեդևի եւ այնտեղ ինքը շատ ավելի հստակ ամեն տարի ինքը ավելի է հստակեցնում, ասում է թե ինչ է սպասվում ապագա միջազգային իրավունքին եւ աշխարհակարգին։ Հիմա այս ճանապարհին Ռուսաստանը բնականաբար ներքին փոփոխություններ է ուզում իրականացնել, այսինքն փոխել կառավարչական էլիտան, բերել նրանց, որոնք որ այս կամ այն ձևով արևմուտքի հետ կապված չեն, որևէ պարտավորություն չունեն, ոչ գաղափարական, ոչ ֆինանսական, ոչ այլ բնույթի, դե հետեւաբար 480 հոգի արդեն Եդինայա Ռոսիա կուսակցության ցուցակով 480 զինվորական հատուկ ռազմական օպերացիան անցած մտնելու են Եդինայա Ռոսիայի ցուցակի մեջ, արդեն անցել են նախնական քվեարկությունը եւ մասնակցելու են Պետդումայի ընտրություններին, դա իմ հաշվարկով մոտ 100 մարդ է մտնելու Պետդումա, մնացածը Ռուսաստանի ողջ տարածքով տարբեր մակարդակներում, տարբեր ռեգիոնալ, ասենք, պարլամենտներում եւ այլ տեղերում մտնելու են եւ հետո սկսելու են մտնել արդեն իշխանության այլ օղակներ։ Եվ այդպես աստիճանաբար իրենք դառնալու են Ռուսաստանում ներքին փոփոխությունների տրիգերը, որտեղ իրենք մոտիվացված են այդ հայրենասիրական ոգով մոտիվացված են, պատերազմը անցած են, գիտեն ով է հակառակորդը, հակառակորդի հետ իրենց խոսակցությունը կարճ է, երկար-բարակ վախ չունեն եւ իրենց կվախենան, այսպես ասենք, հակաճառել եւ դեմ գնալ, այնպես որ իրենք լինելու են շարժիչ ուժը ներքին փոփոխությունների։ Դրան պետք է ինչ-որ ձևով խանգարել։ Դե փողոցային հեղաշրջում, այսինքն այդ լիբերալ ուժերի միջոցով չեն կարողանում անել, տեսնում եմ, որ ազգամիջյան բախումներ հրահարելով, դա ինչ որտեղ չի ստացվում, դե հիմա փորձելու են ինչ որ ճգնաժամեր ստեղծել, որ ժողովուրդը ճգնաժամից ելնելով դուրս գա փողոց, ինչ որ ուժեր գտնվեն իրենց ուղղորդի եւ փորձեն այդպես ներքին խառնակցություն հրահարել Ռուսաստանում, բայց կարծում եմ դա էլ է դատապարտված է ձախողման։ Սա այսինքն սա դե որովհետև օրինաչափությունը ցույց է տալիս, որ ռուսական հասարակությունը ինչքան էլ ինքը թուլացած լինի ժամանակի ընթացքում, ինչքան էլ լինի քարոզի տակ, պատմությունը ցույց է տալիս, որ դժվար իրավիճակներում իրենք միավորվում են եւ պետության դեմ չեն գնում։ Բացի այդ, Ռուսաստանը ունի միջուկային այնպիսի զինատեսակներ, ստրատեգիական, այսինքն եթե հանկարծ Միացյալ Նահանգներին եւ դաշնակիցներին հաջողվի ինչ որ ձևով ներսում հաստատ ինչ որ հաջողության, որը կասկածի տակ կդնի Ռուսաստան պետության գոյությունը, իսկ իրենց միջուկային դոկտրինում դա գրված է, որ
նախագահը իրավունք ունի հրաման տալու, որպեսզի կիրառվի միջուկային զենք, եթե պետության գոյությունը դրված է կասկածի տակ եւ սպառնալիքի տակ։ Իրանք լավ գիտեն, բայց այդ փորձերը իրենք անելու են, որպեսզի լեգիտիմությունը իջեցնեն, դե պարզ է որ անելու են, այսինքն ուզում եմ ասեմ, երբ որ 45 թվականին սովետական զորքերը մտան Բերլին, հո մի անգամից չհանձնվեց Հիտլերը, մինչև վերջի պահը, մինչև իր բունկերը չհասան, շրջապատեցին, կռվում էր, հույս ունենալով, որ կարող է ինչ-որ բան ստացվի։ Դե արևմուտքն էլ հույս ունի, որ մինչև վերջի պահը կստացվի, որտեվ խաղադրույքը շատ մեծ է, այսինքն ըստ էության Ռուսաստանը ձեռնոց է նետել արևմուտքի մի քանի 100 տարվա իշխանությանը։ Դա լուրջ բան է, այսինքն դա հանակ բան չի, այսինքն արևմուտքը կանգնած է իր մի քանի 100 տարվա գերիշխանությունը կորցնելու առաջ աշխարհում, եւ Ռուսաստանը ուզում է վերաֆորմատավորել ընդհանրապես արևմուտքի դրած այդ անգլոսաքսոնական իրավունքը։ Իրանք բոլոր երկրներում իրենց իրավունքը գերակայություն են դարձնում ազգային իրավունքի նկատմամբ։ Պատկերացնում եք ինչ է անում Ռուսաստանը։ Այսինքն այս հեղափոխության քառակուսի է, այսինքն Ռուսաստանի արածը։ Դե պարզ է որ արևմուտքը ամեն ձևով փորձելու է դրան խոչընդոտել, մինչև վերջի պահը կռիվը տալու է։ Բայց ես կարծում եմ որ չի ստացվելու, որովհետև արդեն իրենք ուշացրել են։ Ուկրաինայի ուղղությամբ շարունակելու է դե կվեր ինքն էլ կհարվածի Ուկրաինային, բայց պատերազմը այդպես չի ավարտվելու, երբ որ այս զինվորականները կգան իշխանության, իրենք արդեն ավելի խիստ եւ ավելի, այսպես ասենք, սպառնալից ուժի դերքերից կխոսեն ԱՄՆ-ի հետ եւ ԱՄՆ-ին իրենք կհամոզեն, ինքը կգա կնստի եւ հավասարը Ռուսաստանի հետ կխոսի եւ Տրամպը ասեց, չէ, իր բերանով ասեց, եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ռուսները Ուկրաինան Կիևը կվերցնեն 2 օրում։ Դա Տրամպն է ասել։ Այսինքն ինքը գնահատում է, որ եթե իրենց, այսինքն այնքան վատ է Ուկրաինայի վիճակը, զինված ուժերի եւ որ եթե իրենք ֆինանսավորում եւ ռազմական օգնություն չտան, 2 օրում ռուսները կվերցնեն։ Դե հետեւաբար ինչ է մնում։ ԱՄՆ-ին համոզել սիրով, սպառնալիքով, որ արի դու դադարեցրու այդ ամեն ինչը եւ 2 օրում Տրամպի ասելով։ Հիմա ռուսները գնահատում են, որ չգիտեմ, 1 ամսում ենթադրենք։ Տրամպը ասում է 2 օրում, լավ, թող 1 ամսում լինի, կվերցնեն։ Դե հետեւաբար այն զինվորականները, որոնք կգան իշխանության, իրենք սիրով պարտադրելով կստիպեն Տրամպին, որ նա դադարեցնի մատակարարումները Ուկրաինային եւ ռուսական զորքերը օրերի ընթացքում կմտնեն Կիև եւ այդ ամեն ինչը այդպես կավարտվի։ Իրականում հենց այդպես էլ ավարտվելու է։ Դե որտեվ տարածքը մեծ է, այդքան իմաստ չունի, այդքան կորուստ տալ ստրատեգիական հարձակում դեպի Կիև, եթե իրենք ստիպելու են Ամերիկային, ինքը հետ քայլան, ինչ իմաստ ունի մեծածավալ զոհեր տալ Կիևը գրոհելով, եթե վաղը Ամերիկան ինքը կհանձնի։ Չէ, դրա սպառնալիքին։ Չէ, դա հավատալու չի, դա այդ համակարգը գործել է ԽՍՀՄ օրոք։ ԽՍՀՄ օրոք ինչ համակարգ է գործել։ Ամերիկյան հրթիռները ուղղված են եղել ԽՍՀՄ քաղաքների վրա եւ իրենք բաց դա հայտարարել են։ Ռուսական խորհրդային միության հրթիռները ուղղված են եղել ամերիկյան քաղաքների վրա։ Եվ բնականաբար այդ հրթիռները եղել են օդում, ջրում եւ ցամաքում։ Եվ կողմերը, երկու կողմն էլ իսկ դա լուրջ բան է, այսինքն որպեսզի այդտեղ պատահականություններ չլինեն, օրինակ այնպես չստացի, որ մի Սուզանավը հանգարց կապը կորավ կենտրոնի հետ, կամ սխալմամբ ինչ որ հրթիռ բաց թողեցին ուսումնական եւ ինչ որ մի Սուզանավ դա գնահատեց, որ դա ռազմական հարձակում է եւ ինքն էլ պատասխան հարված տվեց, ենթադրենք հակառակորդին։ Նման դեպքեր եղել են, որ կանգնած է եղել ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն կանգնած է եղել միջուկային պատերազմի շեմին, որտեղ ինչ որ թյուրիմացություն է եղել, պատահականություն, ինչ որ մի Սուզանավի հրամանատար մտածել է, որ հարձակում է լինում, ինչ որ
պատճառով տեխնիկական եւ քիչ էր մնում արդեն հարված էր Միացյալ Նահանգներին եւ իրենք ստեղծել էին փոխադարձ զսպման մեխանիզմներ, փոխադարձ կապի մեխանիզմներ, փորձում էին աշխարհի տարբեր ծայրերում միմյանց կարմիր գծերը չանցնել, իրենք պայմանավորվել էին որտեղ է այդ կարմիր գծերը, որ հանկարծ միջուկային պատերազմ չլինի, որ հանկարծ մեկի մտքով չանցնի այդ կոճակը սխմել, ինչ որ մի հրամանատարի ենթադրենք։ Նույնիսկ հատուկ, այսպես ասում են, կարմիր հեռախոս կար, օպերատիվ կապ, որ ենթադրենք նես չլինի ինչ որ նման իրավիճակ լինի ճգնաժամային։ Մի կենտրոնից ուզենան զանգել, մյուս կենտրոնը ասեն ամեն ինչ նորմալ է, միջև զանգեն արդեն պատերազմը սկսի, այսինքն այդ հեռախոսը երբ որ բարձրացնում էին, վարկյանների ընթացքում մյուս կողմում պատասխանում էին։ Այսինքն հատուկ հեռախոս էր, որ հենց այդ հեռախոսի այսպես տրուբկան մեկը բարձրացնում էր, մյուս կողմում վարկյանների ընթացքում պատասխանում էին։ Այսինքն դա փոխզսպման լուրջ համակարգ էր մշակված։ Հիմա այդ համակարգը Ելցինը ժամանակին 94 թվականին չեղարկեց իր հրամանագրով, այսինքն ռուսական հրթիռների մեջ չկան կոորդինատները քաղաքների։ Պուտինը ճիշտ է, այս վերջերս փոխեց միջուկային դոկտրինը արդեն եւ հիմա աստիճանաբար իրենք գալու են այդ նույն սովետական փոխզսպման համակարգին եւ այդ փոխզսպման մեջ մտնում է այն, որ ԱՄՆ-ն հաշվի է առնելու Ռուսաստանի կարմիր գծերը, Ռուսաստանն էլ հաշվի է առնելու ԱՄՆ-ի կարմիր գծերը։ Բայց դրա համար պետք է այնտեղ փոփոխություններ լինեն, կան այն մարդիկ, ովքեր ավելի խիստ են այդ հարցում, զինվորականները, դրան գումարած շատ ձեռնարկություններ խոշոր Ռուսաստանում տասնյակ տարիների ընթացքում գնացել են օֆշորներ, գրանցված են արևմտյան երկրների, ասենք օֆշորային գոտիներում, իրենց իրավասության տակ են։ Այդ ամեն ինչը պետք է բերել ազգային իրավասության ներքո։ Դրա համար գլխավոր դատախազությունը Ռուսաստանի օրը մեջ հայտեր է ներկայացնում դատարան այս կամ այն օլիգարխից ունեցվածքը պետականացնելու համար։ Այսինքն այդ նախապատրաստական աշխատանքները պետք է կատարվի, որ հենց որ գա ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու պահը ԱՄՆ-ն չունենա ոչ մի լծակ այդ բանակցությունները Ռուսաստանի վրա ազդելու եւ ավելի շահեկան դիրքեր գրավելու համար։ Դրա համար պետք է փոխվի կառավարչական էլիտան պլյուս ազգայնացվի կապիտալը։ Հիմա դատախազությունը զբաղված է ազգայնացման կապիտալի ազգայնացումով, Պուտինն էլ զբաղված է զինվորականներին իշխանության բերելով։ Դե ես իհարկե համաձայն եմ այն մտքի հետ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը այլ երկրների կողմից արվում է այդ երկրների շահերից ելնելով։ Ոչ մի երկիր մեր խնդրանքով կամ մեր գեղեցիկ աչքերի համար դա չի անի։ Եթե անում են, ուրեմն այդ շահերից ելնելով են անում։ Եվ դա վատ չի, երբ որ դու գնահատում ես, որ երկիրն է, որ կարող է այս բան շահ ունենալ, ընդունելու եւ դրանից օգտվում ես։ Դա նորմալ է եւ ճիշտ է։ Բայց ցավոք սրտի այս Իսրայելի ճանաչումով Հայաստանը ոչ մի ձևով չի օգտվելու ճանաչումից, ոչ մի իր օգտին, ոչ մի էական, այսպես ասենք, խաղաքարտեր կամ ոչ մի շահեկան լուծումներ իր համար չի ստանալու, որովհետեւ իրեն չի հետաքրքրում Հայաստանի այսօրվա իշխանությունը դա չի հետաքրքրում, իրենք հայտարարել են դա, որ ցեղասպանության ճանաչումը միջազգային իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, դա պետական քաղաքականություն է, իրենք չեն անելու։ Բայց դե Իսրայելի ճանաչումն էլ պարզ է, որ մեր համար չի, դա Թուրքիայի դեմ է։ Ինչ որ հակասություններ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի դեմ, այսինքն ուզում եմ ասեմ, այն իրավիճակում, որ հայտնվել է Հայաստանը, մեզնից բոլորը փորձելու են օգտվել։ Մեր հետ կապված ինչ որ հարցերը օգտագործելով փորձելու են օգտվել մեզնից։ Բայց մենք ցավոք սրտի այդտեղից ոչ մի դիվիդենդներ չենք շահելու։ Պետք է լինի կբարձրացնի մեկը ցեղասպանության հարցը, պետք չի լինի չի բարձրացնի։ Վաղը մյուս օր եթե նույն Իսրայելը ասենք Թուրքիայի հետ հակասություն չունենա, ոչ էլ կընդունի, եթե Կնեսետը չընդունեց,
այսպես կերկարաձգեն, այդպես էլ կմնա օդում կախված։ Դե ուզում եմ ասեմ, մենք եթե մենք Հայաստանը նկատի ունեմ այս բուրըն process-ների մեջ Ռուսաստանի կողքին չի, ուրեմն մեզնից բոլորը օգտվելու են։ Բոլոր հարցերում ինչ հարց լինի, Հայաստանի աղավնը կարող են շահարկել, Հայաստանի հետ կապված պատմական իրադարձությունները մեր ժողովրդի հետ կապված, դրանից օգտվել, շահարկել, բայց մենք դրանից ոչ մի օգուտ չեն կարողանալու քաղել։ Հայաստանը կարող է միայն օգուտներ քաղել այն դեպքում, երբ որ Ռուսաստանի հետ բարեկամական դաշնակցային հարաբերությունները դնի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ։ Եվ այսպես կոչված այդ շատ են շահարկում բալանսավորված քաղաքականության մեջ Ռուսաստանի փայաբաժինը լինի գերակշռող մասը։ Այդ դեպքում մենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից կարողանանք օգտվել իշահմես մեջ թիկունքում ունենալով Ռուսաստանի նման պետություն եւ դաշնակից։ Հակառակ դեպքում մեզնից ով հասնի ինչ որտեղ պատահի փորձելու են օգտվել եւ շահարկել թե ներկան, թե ապագան, թե անցյալը, այսինքն բոլոր ձևերով փորձելու են մեզնից օգտվել։ Այնպես որ սպասել, որ հեսա լուրջ ինչ-որ փոփոխություններ են լինելու Իսրայելի ճանաչումից հետո ոչ, նախ Փաշինյանը արդեն հայտարարեց, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի, որտեղ պետական քաղաքականություն կա ընդունված Հայաստանի իշխանությունների կողմից եւ ստորագրված։ Եվ Հայաստանը շարժվելու է այդ պետական քաղաքականության, բացի այդ կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, երևի Ռուբեն Ռուբենյանին դրա համար են ընտրելու ազգային ժողովի նախագահ, որ ինքը ասենք համապատասխան օրենքներ օրինակի համար ազգային ժողովը ավելի լավ ընդունի, որոնք կնպաստեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Դե պարզ է, որ այդ իրավիճակում ուզում է Իսրայելը լինի, ով ուզում է լինի, իրենց կողմից ցեղասպանության ճանաչումը կամ կիսաճանաչումը որևէ ձևով չի անդրադառնալու Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա, եւ մենք դրանից ցավոք սրտի որևէ ձևով չենք օգտվելու, որտեվ մենք ասում ենք, որ Ռուսաստան դու մեզ պետք չես, մենք ինքնուրույն կգնանք եւ այս բուրըն փոթորկոտ աշխարհում մենք ինքնուրույն մեր ճանապարհը կանցնենք առանց քո օգնության։ Դրա համար մենք այստեղ դառնում ենք ոչ թե գործոն այդ դեպքում, այլ գործիք, եւ այդ գործիքով բոլորը տարածաշրջանի բոլոր երկրները փորձելու են օգտվել։